Հետևորդներ ջան, ողջույն, այս անգամ հալիվորուկ եմ տապակել, ովքեր ծանոթ չեն, պետք է ասեմ, որ դա հատիսի լանջերին և հարակից գյուղերում է, սարերում է լինում։ Ուրեմն, այսպիսի զոխերով է աճում, քարքարոտ տեղերն է շատ աճում, այսպես զոխերը քարքարոտ տեղերում է լինում, իսկ մի քիչ փոքրները սովորական դաշտի մեջ։ Ինքը մաքուր է, որ գնել ենք արդեն մաքրած է, ուղղակի պետք է նայեմ վրան ավելորդ խոտի փշուրներ չլինեն, մաքրեմ, հեռացնեմ նաև քաղած դանակի տեղը, 2 կես անեմ, որպեսզի լվանալը հեշտ լինի և առատ հոսող ջրի տակ 5 անգամ, 8 անգամ, 10 անգամ լվանամ։ Իդեպ պետք է նշեմ, որ ես սովորություն ունեմ նմանատիպ բանջարները լվանալ ոչ եռման, այլ գոլից մի քիչ տաք ջրով։ Շատ արագ է ինքը փափկում և ցեխը մեջից ամբողջությամբ դուրս է գալիս։ Նաև պետք է ասեմ, լվանալուց մի 30 րոպե թողնում եմ հենց ջրի մեջ, ցեխը լավ կակղում է, փափկում է, նոր տրորելով լվանում եմ ու հանում։ Հիմա քանի որ իր այդ ցողունները երկար են, ուտելը հարմար չի լինի, նաև տապակելը հարմար չի լինի, մի 3 մասի եմ բաժանում այսպես փնջերով, որպեսզի եփելուց հետո և հեշտ լինի ուտելը և կոկիկ լինի նաև ափսեի մեջ։ Ինձ մոտ հալիվորուկը կշռում էր 2 կիլոգրամ, հենց երկուսն էլ եփելու եմ, եթե զգամ շատ է, մի փոքր մաս կվերցնեմ, լավ կքամեմ եփելուց հետո ու կդնեմ սառցախցիկը այդպես կպահեմ։ Սիրելիներս, արագ լինելու համար միանգամից եռման ջուր լցրեցի վրան, աղ եմ լցնում, արդեն սկսում է եռալը և եփում եմ, կեփեմ այնքան, մոտավորապես մի 15 րոպե, որ ցողունները սեղմելուց լավ փափկած կլինեն։ Արդեն ինտենսիվ եռում է և կարող եմ ասել արդեն եփված է։ Հիմա ստուգեմ, դուք էլ տեսեք։ Ահա, տեսեք, սեղմելուց այն լավ ճզմվում է։ Տապակելու եմ առատ յուղի մեջ, կաթսայի մեջ առատ յուղ եմ լցնում, դե համեմատ այդ բանջարին և երբ յուղը կհալի, լցնելու եմ բանջարը, մի լավ խառնեմ, բանջարն ամբողջությամբ յուղոտվի, հետո ավելացնեմ հարած ձուն։ Օգտագործելու եմ 7 ձու։ Մի լավ տակնու վրա ենք անում, որ ամբողջ յուղը ներծծի բանջարի մեջ, տարածվի, նոր հետո ավելացնելու եմ ձուն։ Ձուն լցնելուց հետո կափարիչով փակելու եմ, թողնելու եմ ձուն եփվի և տարածվի բանջարի վրա։ Ձուն լցնելուց հետո կափարիչով փակելու եմ, թողնելու եմ, որպեսզի ձուն եփվի և տարածվի բանջարի մեջ։ Հետո շատ թեթև շարժումներով այն խառնելու եմ, որպեսզի առանձնանան իրարից և խառը ձվածեղը կանաչու մեջը առնի։ Ինձ մոտ, քանի որ բանջարը շատ էր, ամբողջը տապակեցի, տապակելու ընթացքը մի 10 րոպե տևում է, այսպես պետք է անընդհատ տակու վրա անենք, կափարիչը փակենք, թողնենք եփվի։ Ահա սիրելիներս, մատուցեմ, տեսեք, իրար կպած չի, բանջարն առանցին է և ամբողջությամբ ձվով պատված, այսինքն չափերը ճիշտ եմ վերցրել, այդքան բանջարի համար այդ 7 ձուն բավական էր, խոշոր ձվեր էին։ Այսքանը սիրելիներս, դուք էլ փորձեք և անուշարեք, իսկ ես անչափ շնորհակալ եմ, որ դուք ինձ դիտեցիք, դիտում եք նաև իմ մնացած տեսանյութերը, կհանդիպենք նոր վլոգում։